Բարի երեկո աշխարհասփյուռ հայությանը, բարի երեկո բոլորին, բոլոր լավ մարդկանց։ Ուզում եմ կարճ խոսալ, կամ էլ կարող երկար ել։ Վերջին իմ եթերից հատվածներ էի տեղադրել, վերջին նախավերջի, տենց էլ էս վերջերս։ Հատվածներ եմ տեղադրել Facebook-ում, TikTok-ում ու ոչ թե քննադատության եմ արժանացել, այլ բամբասանքների, հայհոյանքների, զրպարտության տենց շատ մարդիկ են անդրադարձել իմ մտքին, իմիջիալոց տգետ մարդիկ են, ովքեր որ իմ մտքին վիրավորանքով են պատասխանում, ինչի, որովհետև եթե որևէ հայ բլոգեր իմ ուղղությամբ եմ էտի ասեմ, դեմա խուճապի տարածմանը երկրում, դեմա որ իր հայրենակիցները պետքա Թուրքից, Ադրբեջանցուց վախենան, իրանց անունները տալուց, վախի մթնոլորտ տարածեն, ես չեմ հասկանում, այլ ազգերի մարդիկ, այլ պետությունների մարդիկ կուզենային իրանց երկրում այդպիսի բլոգերներ ելնեն, հանրային հասարակական գործիչներ ելնեն, որ թույլ չտան, որ օտար երկրի կամ հարևան պետության պրոպագանդան տարածվի երկրում։ Խոսքը վերաբերում էր, պարզ ասեմ բոլորիդ, երբ որ ասել եմ ինչ 300,000 թուրք ստե վերադառնալ, դա արհեստական թեմա է ստեղծված ադրբեջանցիների կողմից, եւ այդ թեման ստե տարածելով, դա քննարկման ենթարկելով, կոնկրետ ես էլ չէի ուզի, բայց որ տեսել եմ շատ են խոսում, ես որոշեցի, որ այդ մարդկանց հանգստացնել, բացատրելով այսպես, որ ինչու պետքա դու վախենաս քո երկրում ապրես, եթե որևէ այլ պետության, այլ ազգի ներկայացուցիչ որոշի գաստի ապրի, պետքա անենց անենք, որ ինքը փոշմանի որ եկել է, թողնի գնա։ Եվ ես նկարագրում եմ, որ այդ վախը, խուճապը տարածողները լավ կլինի ազգային անվտանգության կողմից հետապնդվեն, հետևողական լինի ազգային անվտանգության ծառայությունը, որ նախ ադրբեջանական թեզա դա ստե տարածվում, երկրորդն էլ, եթե նույնիսկ ադրբեջանը այդպիսի թեզա տարածում, քո հայրենակիցների հանդեպ դու խուճապ ես տարածում, ասում ես եկան լծվեցին ստե բան, սրա մասով ես թվում է պետք է հացին զբաղվի, տեսանյութի մեջ էլ նույնիսկ ասում եմ, որ ես դա չեմ ուզում, ես չէի ուզի, որ թուրքերը գան ստե վերաբնակվեն, ասում եմ, բայց մի պահ պատկերացրեք, որ դες եթերի մեջ ամբողջությամբ ովքեր լսել են, ասել եմ կարող է վաղը այնպես աշխարհը փոխվի, որ նույն օրինակ Եվրոխորհրդարանն էլ բանը պարտադրեն, պահանջեն, որ դու Ադրբեջան պետքա դռները բացես հայերը ազատ գան տե ապրեն, եթե մեր օրենքներով եք շարժվում, դու Հայաստան պետքա դռները բացես ադրբեջանցիներն էլ գան քո երկրում ապրեն, որպեսզի մենք համարենք, որ դուք իրար հանդեպ չունեք թշնամանք եւ դուք ձգտում եք խաղաղության։ Այս օրենքը պետքա ընդունեք, հասկանում եք։ Հիմա ասում եմ, մի պահ պատկերացրեք եկել է դրան, որ թուրքը գաստե, ենթադրենք թուրքը գա, ենթադրություն եմ ասում, հիպոթեզ եմ ասում։ Ես իմ հայ ժողովրդին ուզում եմ տրամադրել նրան, որ եթե այդպիսի բաներ լինի, ինչ եք տագնապի մեջ ընկել։ Պետքա մենք իրար թևթիկուն քննենք, իրար կողքի լինենք, որ որևէ այլ օտար երկրի քաղաքացի, ով ցանկություն է նույնիսկ հայտնել վերաբնակվի ստե, ինքը զգուշանա, իմանա, որ ստե իր հետ լավ չի լինելու, որ այսինքն ստե ինքը չի կարա մեր հետ ուրիշ տոնով խոսա։ Կներեք, այս վերջում Երևանի հիվանդանոցի դեմը կանգնած եմ, պահակին այդ պահակ չի էլի, որ պարկովկա է անում, կանգնած չէ, ես քշում էի, դեմս մի ավտո էր, հնդիկ էր վարորդը, այդ հնդիկին ինձ թվաց, որ մեր ա քրֆել պարկովկա անողին, խոսալուց են եղել իրար հետ, ավտոս առաջ եմ տվել, իջել եկել, ասում են, քեզ մեր էր քրֆել, ասում չէ, ասում քֆուր չի տվել, ասում չէ, ասի լավ եղբայր, всё, ասում այդ էր մնացել, ասում ինձ է քֆուր տա, ես էլ այդ եմ ասում, ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցներս դե նեղված զգան, վախեցած զգան, մեկ այլ ազգի ներկայացուցիչ, օտար պետության գաստե եւ իմ հայրենակիցներին քֆուր տա կամ մեկ այլ բան։ Հիմա եթե այսպես խոսում եմ, դա նշանակում է ես որ երազում եմ որ թուրքը գաստի ապրի։ Ես ո՞նց կարամ տես բան երազեմ։ Թե ձեզ ձեռա տալիս Կիկոսի մահի նման դուք ձեր համար sense պատկերացնեք ինչ եմ ասել ու դրա շուրջ սկսեք դուք արդեն ձեր գնահատականները ձեր ուզած ձևի փնովելով, վիրավորելով, հայհոյելով։ Դուք չգիտեք ինչ ասեք ինձ, նույնը ես ձեզ եմ ցանկանում։ Լավ կասեք, լավն եմ ցանկանում, վատ կասեք, վատն եմ ցանկանում։ Եվ ձեր գնահատականներով չի իմ բնութագիրը։ Իմ բնութագիրը տալիս են նախ խելացի մարդիկ, առանց հայհոյանքների լուրջ մարդիկ են տալիս, դուք անլուրջ մարդիկ եք, յան տվեք ինձանից։
Հա, մեկ էլ տենում ես գրում եմ, բա ինչ ես ասել, բան, ըլնում է մարդիկ, որ հասկանում են, բացատրել եմ ինչ եմ ասել, ասեն, հա, ճիշտ չենք հասկացել, մարդիկ կան, չէ, չեն զանգել են ոչ թե ճշտեն, համոզվեն ինչ եմ ասել, այլ զանգել են իբր իրաց մոմենտով, որ հետո ընկերների մոտ զանգեն, բայց գիտես Գևորգի վրա ձեն ենք բարձրացրել, բան մեզ ադբոյա տվել բլոկել է։ Բա իհարկե բլոկել եմ, որովհետև քո ոչ սաղ կյանքը դու կարաս իրավունք ունենաս ին վրա ձեն բարձրացնել, զանգես ինչ փորձես ճնշես, տենց էլի։ Չգիտեմ, այդ թեմայի շուրջ էին բան արել, տես ծանր տարել, որ ասել եմ ենթադրենք։ Ես կարամ այսօր ենթադրեմ, ասեմ, ենթադրենք Աստված հեռու տանի, կարող է ջրհեղը լի, այս Արաքսի հունը բարձրանա, խոսքի մտնի, բանը գյուղերը մտնի։ Ինչ պետք է մենք անենք։ Պետք է մենք օգնենք երեխաներին դուրս բերենք, մեծահասակներին դուրս բերենք, վերաբնակվենք, մեր տեղը գտնենք մեկ այլ ծովի մակարդակից ավելի բարձր տեղանք։ Այսինքն ես ենթադրությունս արել եմ, ենթադրությանս պատասխանը տվել եմ եւ փորձել եմ հանրությանը էդի մատուցել, որ հանրությունը հասկանա, որ եթե նույնիսկ այնպես բան լինի, մենք պետքա ոչ թե իրար ոտի տակ քանդենք, նախանձենք, իրար հանդեպ ճշտամություն, այլ հիմիկվանից հասկանանք, որ մենք մի նավի մեջ ենք, մենք հայրենակիցներ ենք, մեր պետության պետականության պահապաններն ենք։ Չի կարելի ասել եմ ծռան վերգոների նման թողնել, երկիրը փախնել։ Թելեք փախեք դե հիմա եթե վախենում եք, բայց ես ոչ չեմ ասում դուք էլ եք գնացեք թուրքերը կան ապրեն, էդ էլ են ձևափոխել։ Հետո իշխանության մասով որ ասել եմ դատի եմ մարդ եմ դատի տվել, մարդկանց մոտ տպավորություն է որ ասել եմ ով որ իշխանությանը հայհոյի դատի եմ տալու, բայց տենց ես անհատի եմ դատի տվել, դա պետք է լինի պատմության մեջ օրինակ, որ քաղաքացին դատի ատվել մեկ այլ քաղաքացու, ով որ ճանաչելիություն ունի հանրության մոտ եւ օգտվելով իր ճանաչելիությունը, օգտվելով նրանից որ ինքը լսարան ունի, որոշել է որ վարկաբեկի զրպարտի եւ արատավորի երկրի իշխանություններին։ Իսկ ես երկրի իշխանություններին անձնապես հետները ծանոթ չեմ, հետները կապ չունեմ, ոչ թե ցանկություն եմ կապ ունենալու, հարցս թե ուրիշ բան է, հարցն է որ իրանք ներկայացուցիչ են իմ պետության, իսկ պետության ուղղությամբ պետք է միշտ խոսել հարգալից։ Զինվորը որ օֆիցերին չես տեր տալիս, շատ ժամանակ անձնապես չէր հարգում այդ օֆիցերին, բայց կանոնադրությունը այդպես էր պահանջում, չես տեինք տալիս։ Ես էլ չսիրած օֆիցերներ կային, որ իրանց պահով լավ չէին, բայց չես տեի տալիս, որտեղ օրենքը տենց է պարտադրում։ Դու հարգում ես քո բանակին, զորքին, բանին, զինակից ավակ ընկերոջը, սպային։ Հիմա ասում եմ մենք պետք է այս բանակի համակարգը մտցնենք նաև այդ մտածելակերպը հանրային կյանք, ես դրա կողմնակից եմ։ Հետո ասում են, բա ոչ չքֆուր տաս, ասում եմ լսի, եթե դուք քֆուր եք տալիս որևէ մարդի, դռները փակեք ձեր տան ներսում, կամ ձեր ընկերների հետ ինչ որ բեսեդքի տակ նստած եք, քֆուր տվեք, խոսքը վերաբերում է հրապարակային, հանրային տիրույթում։ Եվ մեկնաբանում եմ այսպես, ասում եմ դուք կարգին տղերք եք եղել, չգիտեմ հիմա էլ եք եղել կարգին տղա։ Ինչպես եք ընդունում, երբ որ դուք քայլում եք ձեր քրոջ հետ կամ ձեր ընկերուհու հետ կամ ձեր մայրիկի հետ, կին արարածի։ Քայլում եք ու անծանոթ ինչ որ խուլիգանական տենց կանգնած լակոտ մուկուտ քֆուր էին տալիս։ Դե ասում եմ պաշտի կտամ բերանը ջարդին։ Հա։ Հիմա ասում եմ դու այդ խուլիգանի նման ես քեզ բաղում, եթե հանրային տիրույթում էլի հայհոյում ես, որտեղ Facebook-ը այսօր նույն քուչան է, Instagram, TikTok, ինտերնետը ընդհանրապես նույն քուչան է, նույն փողոցն է, նույն գյուղն ու համայնքն է։ Եթե գյուղամեջում որևէ իրան լկտի պահող խուլիգանի վարքի համար դու դոշ ես դեմ տվել, ասել ես տենց չի կարելի։ Ես էլ դոշ եմ տալիս հանրային կյանքում։ Դոշ եմ տալիս, որովհետև ճիշտ եմ համարում, որ պետք է հանրային կյանքում միայն ու միայն լինի քաղաքավարի խոսույթ։ Լինի խիստ քննադատություններ եւ իշխանության եւ ընդդիմության բոլոր քաղաքական գործիչների, բայց բացառում եմ հայհոյանքը, բացառում եմ վիրավորանքը, որովհետև դա ճիշտ չի, դա հային վայել չի, դա նորմալ քաղաքակիրթ մարդուն վայել չի։ Ովքեր որ չեն կիսում իմ այս մոտիկացումը, ես ձեզ ինչ եմ ասում։ Ասում եմ թող Աստված լինի ձեր հետ, դուք շարունակեք ձեր ճամփան, բայց վաղվա այս հիվանդոտ հասարակության համար դժվելու են ոչ միայն դու ես դժվելու, այլ քո երեխաներն են դժվելու, որովհետև ինչքան մենք մեր դեմը չառնենք հիմա, այսօր մենք ջահել ենք, չենք հասկանում ինչ ենք անում, բայց ես մի քիչ ես էլ եմ ջահել, բայց ես հեռու եմ մտածում, այս հասարակության մեջ մեծանալու են իմ երեխաները, եւ եթե պետքա սովորական դառնա փողոցում իրար հայհոյելը, բան, նույն էլ Facebook-ում, ուրեմն իմ երեխաները ու ձեր երեխաները, բոլորիս երեխաները ապրելու են հիվանդ հասարակության մեջ,
Մենք վեր ենք հացելու ըստ Աստվածաշնչյան ինչպես եղել է Սոդոմ Գոմորը, պոռնիկների քաղաքը, մենք վեր ենք հացելու պոռնիկների երկրի։ Ես հասկանում եմ ձեր դժգոհությունները, ձեր հիասթափությունները իշխանություններից։ Ունեմ եւս դժգոհություններ եւ հիասթափություններ։ Դրա մասին բարձրաձայնում եմ քաղաքակիրթ ձևով շատ ժամանակ մի քիչ էմոցիոնալ կարող է հունից դուրս կամ մի քիչ հուզված խոսամ, բայց իմ բառապաշարի մեջ դուք չեք կարող ասել Գևորգ դու ստե բառապաշարիդ մեջ օգտագործել ես հայվան բառը, անասուն բառը, մեկ ուրիշ բառ։ Հայհոյանքը լրիվ բացառվում է։ Ու տեսեք, ես ինչու եմ ինձ այդպես պահում, նախ էությունս է տենց, դաստիարակությունս է այդպիսին, բայց դե ես կարամ տեցել չլինեմ էությամբ, ոչ այդքան դաստիարակված, ոչ այդքան հասկացող, բայց մի բան հասկանում եմ, որ իմ եթերը լսում են դաստիարակված մարդիկ, խելացի մարդիկ, կանայք են լսում, քույրերը մեր լսում են, մեր մայրերը լսում են։ Ես հասկանում եմ, որ ես պետքա հարգանք ունենամ իրանց հանդեպ։ Կարող է ես չափազանց մեծ դժգոհություն ունեմ իշխանության հանդեպ, միևնույն է պետքա ես զսպեմ, ինձ ներում չունեմ, եթե ես իշ չզսպեցի, ու արտահայտվեցի, հետո եթե ինձ ինչ-որ մեկը արդարացին, ասի դե տղա է էլի եղել, ջղայնացած է եղել, ոնց որ ինձ եթերի ժամանակ օրինակ 3 ժողովուրդ, մեկը եկել է տակից, ես ուրիշների հետ զրուցում եմ, TikTok-յան լայվը տենց է էլի, բոլորի հետ կարամ զրուցեմ լիֆտում, տակից մեկը գրում է ասում է, արա այդ տղա, թե ինչ սենց էլի, անհարգալից, այսինքն արա բառը հասկանում ենք, որ եթե ընկերական շրջապատում է եղբայրական կամ ընտանեկան տղան հերը տղուն է ասում, դա վիրավորանք չի, դա նորմալ հայկական խոսելաձև է։ Արա բառի իմաստը գիտենք։ Բայց եթե քեզ չճանաչող, դու էլ իրան չճանաչող մարդ գալիս է տենց ասում ու հեգնանքով ուզում է նույնիսկ շարունակի իր խոսքը հայհոյանքով, ասում է եթե ինձ ստե բլոկես, ես քեզ ուզում եմ քֆուրտա, ես իրան բլոկում եմ։ Բարձրանում են մարդիկ եւ փորձում են պաշտպանել, փորձում են ինձ համոզել, որ դու խի ես իր ասել արան պապատա, ինչ մի րոպե, այդ ինչ ձև է, ուրիշին որ դու ասում ես վիրավորանք չի, բայց որ նույն խոսքը ասում ես պապատա վիրավորանք է, դե եթե ինքը ասում է դրա մեջ վատ բան չկա։ Եթե դրա մեջ վատ բան չկա, ուրեմն վատ մի ընդունիր, որտեվ ասել եմ, ինչ ցանկանում եք ինձ, ցանկանում եմ ձեզ ու ձեր ընտանիքին։ Դրա համար իմ հետևորդները եւ ինչ ճանաչող խելացի գիտակից մարդիկ, ովքեր որ նույնիսկ հետևորդ չեն, բայց մեկ-մեկ հետաքրքրում է մտնել իմ նյութերը նայեն, այդ մարդիկ չեն կարա ինձ վիրավորեն, չեն կարա ինձ հայհոյեն։ Կարան չհամաձայնվեն, լուր մնան, կարան չհամաձայնեն, մեկնաբանություններում գրեն, որ համաձայն չեք։ Սա վիրավորանք չի։ Սա հակառակը, ես շնորհակալ եմ նրանց, ովքեր որ իրանց մեկնաբանություններում նաև ասում են իմ խոսքերի մեջ սխալը, բայց քաղաքավարության սահմանների ներսում։ Ես ապրում եմ Ժողովուրդ ջան, շատ որ ասեմ նեղված եմ, որ ասեմ կոտրված եմ, որ ասեմ հանձնված եմ, սուտ է, ես տենց բան չունեմ, շարունակել եմ իմ հանրային գործունեությունը, ոչ մեկի այդպիսի պահվածքը չի խանգարելու ինձ, ես շարունակելու եմ, որտեղ գիտեմ, որ իմ գործը պտուղ է տալու, որ այդ կեղտոտ մարդիկ, ովքեր որ իմ նկարը դնում են, իմ անուն ազգանունի տակ խոսում են, իմ վիդեոն դնում են եւ վիրավորանքներ տալիս կամ փորձում փնովել, փորձում ինձ սխալ հանել, որ ես երկրի ղեկավարության հանդեպ փորձում եմ եւ փոխադարձ երկրի ղեկավարությանն էլ հանրության հանդեպ պետք է լինի քաղաքավարի, պետք է լինի առանց վատ բառամթերքի, այդ մարդիկ դուրս են մղվալու, ովքեր որ չեն համաձայնում հետ։ Իրանց ժամանակը կարճ է լինելու հանրային կյանքում, որովհետեւ կամ էլ հակառակը, կամ էլ իմ ժամանակն է կարճ լինելու, կամ ես եմ դուրս մղվելու հանրային հասարակական կյանքից, կամ իրանց սա պայքար է։ Սա ճշտի ու սխալի, սա քաղաքավարության եւ անքաղաքավարության, դաստիարակների եւ անդաստիարակների, ստե փչացածների եւ առողջ մարդկանց պայքար է։ Այնպես որ ես իրանց չեմ կպնում անձնապես, բայց այն բլոգերները եւ այն իրենցից որևէ ինչ որ ճանաչելիություն ներկայացնող մարդիկ, եթե իմ անձը վիրավորում են, հայհոյում են, ես իրանց անհատապես չեմ կպնում, բայց sense հիմա էլ ասում եմ, որ ինչ ասում եք, ինչ նույնը ձեզ, տխմարներ, այդ տխմարներին եմ ասում։ Դուք իմ խոսքի խորությունը ոչ հասկացել եք, ոչ իմ խոսքի քաղաքական իմաստն եք հասկացել, ոչ էլ հասկացել եք, թե ինչ էր հետապնդում իմ ասածը։ Բայց ես եթերի սկզբից մեկնաբանեցի ինչ էր հետապնդում իմ ասածը, երբ որ ասել եմ պատկերավոր, մտածեք մի պահ 300 չի 500,000 թուրք է եկել։ Այդ նշանակում է ես որ ասում եմ ուզում եմ, ու ես գիտեի որ անհասկացող մարդիկ կլինեն։ Ավելացնում եմ որ ես դա չեմ ուզում, որովհետև գիտեի որ ես ამ մեկնաբանությունների տեղիք հա տալի ասեն Գևորգը ուզում է։ Դու մի ասա այդքանից հետո էլ երբ որ ասել եմ ես դա չեմ ուզում, էլի շարունակել է խոսալը։ Պարապ շներեք դուք թե
չգիտեմ, ես այդ վիրավորողներին եմ ասում, թե չէ եթե ինչ որ մեկը քաղաքավարի անդրադարձել, ես իրանց բան չեմ ասում։ Եթե դուք պարապ շներեք, չգիտեք ում բռնեք, վիրավորեք, հայհոյեք, կարաք տենց է շարունակեք, բայց իմացեք, որ այդ նույնը ոչ միայն իմ անունից, իմ լիքը հետևորդների անունից էլ ասում եմ, նույնը ձեզ են մաղթում։ Այնպես որ հարգեք, որ հարգվեք։ Այլ տարբերակ չկա, միակողմանի ոչ մի բան չի լինում։ Այսօր էլ նկատում եմ նույն կերպ, այսինքն մեր հանրությունը հիվանդ հասարակությունը, մեր երկրում հիվանդություն է տիրում, այդ պարապ նստել են սպասել տենան, որ մի հայտնի մարդ է ինչ որ մի բան ասում կամ մի բան անում, որի շուրջ ծավալվեն ու սկսեն վիրավորել։ Կարաք ծավալվեք, քննարկեք, տակ ձեր գնահատականները, բայց ծավալվել օրերով, շաբաթներով եւ այդ մարդուն վիրավորել, զրպարտել, ձեր կարծիքը ավելի Արման Ծառուկյանի մասով եմ ասում։ Ինչ որ ձիա նստել, ձիու տերը երկու դրոշ ուներ ձեռը, Արցախի դրոշն ու Հայաստանի դրոշը, դեմա տվել Արցախի դրոշը չի ուզեցել վերցնել, այդ մարդը Հայաստանի դրոշն է վերցրել։ Այսօր նկատում եմ դա է քննադատության առարկա դարձել, փորձում են արագարակ, ով որ շուտ հասցնի, շուտ մտնի եթերով խոսա, ով որ հասցնի ստատուս գրի բան, արագարակ ցույց տան, որ իրանք ինչքան են ավելի հայրենասեր եւ Արցախի մասին մտածող եւ Արցախի հետ վերադարձնելու մասին մտածողներ, քան թե Արման Ծառուկյանը։ Դե ես ձեզ ինչ ասեմ, շնորհավորում եմ, ես ուրախ եմ, որ դուք այդքան հայրենասեր եք, որ սպասում եք sense մի դեպք լինի ցույց տակ ձեր սերը Արցախի եւ մեր Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Շարունակեք ձեր քննադատությունները, բայց մի անցեք սահմանը ոչ մեկի ուղղությամբ, այդ թվում եւ Արման Ծառուկյանը նկատի ունեմ բան այլ ինքը այդ MMA-ին ասեմ ինչա դրա մեջ չեմպիոն է, բազմիցս Հայաստանի դրոշը բարձրացրել է։ Եթե դուք իր 0.5% արածելնեիք ու իրան քննադատեք, այսօր միգուցե ես դրա մասին չէի խոսի, բայց ես գիտեմ, որ դուք ձեր սաղ կյանքում միայն ու միայն վնաս եք տվել, հարևանին վնաս եք տվել, բարեկամին վնաս եք տվել, ընկերոջը վնաս եք տվել, լիքը բաներ եք արել, վատ բաներ, այսօր էլ դրա պատիժը կրում ենք մենք, այսօր մենք ինչի ենք Արցախ կորցրել, մեր արած քայլերի հետևանքն է, թե քաղաքական գործիչների, թե ժողովրդի, իսկ ժողովրդի մեջ կան անհատականություններ, այո, որ մաքսիմալ քիչ են մեղքեր գործում, մաքսիմալ քիչ են սխալներ գործում եւ շատ քիչ պատասխանատվություն ու մեղքի չափաբաժին ունեն այս ամեն ինչի հետ, բայց կան մարդիկ, ովքեր որ իշխել են երկրում, ունեցել են լիք ու ունեցվածքներ, գողացած փողեր բյուջեից եւ պետք է մի օր դրա պատասխանատվությունը կրես։ Ճիշտ է թե չէ։ Հաշ չկա, քաղաքական ղեկավարություն, ռազմաքաղաքական ղեկավարություն, բարձրաստիճան սպաներ ու գեներալներ եւ նախարարներ, մարզպետներ, համայնքապետեր եւ այլն եւ այլն։ Բոլորը ունեն մեղքի, չունեն մեղքի չափաբաժին, մեղքի չափաբաժինը Արման Ծառուկյանի վրա մնաց։ Արման Ծառուկյանը եթե վերցներ Արցախի դրոշը ու ձիու վրա նստած քշեր, Արցախը Ալիևը հետ պիտի տար։ Ես էլ պետքա ճշտեմ Արման Ծառուկյանին, որտեղ կարելի է տեսնել, գնացած ասած Արման, դու ես տենց բան արել։ Դու ես ինչպես Արցախը տվիր Ադրբեջանին, շանսը մեկ անգամ էր։ Սպիտակ ձիու վրա նստած, եթե դու բարձրացնեիր Ղարաբաղի դրոշը, մենք հետ կգնայինք Ղարաբաղ։ Չես բարձրացրել։ Ամոթ քեզ, ես ինչ արիր դու։ Այնպես որ երբեք դուք չգնաք ռազմաքաղաքական էլիտայի, գեներալիտետի, այդ ինչպես նշեցին քաղաքական անձերի մասին, բացասական բան, բողոք, քննադատություն եւ պատասխանատվություն պահանջեք, գնացեք պահանջեք Արման Ծառուկյանից։ Եթե ինքը չաներ այդքանը, Արցախը հետ էին տալու։ Դա հաստատ։ Հետո այսօր մոդա է, որ չկա Արցախը, բայց կա Արցախի դրոշ։ Դա շատ հեշտ է պահելը։ Արցախ պահելը դժվար էր, բայց Արցախի դրոշ պահելը շատ հեշտ է։ Ազգային ժողովի նախկին նստաշրջանի պատգամավորները հիշում եք ամբիոններին տեղադրել են Արցախի դրոշը։ Ինչ խորհուրդ ուներ դա։ Այդ Արցախի դրոշ դնողները, երբ որ ստե շարունակում են աշխատավարձ ստանալ, իրանց նախկին ընկերները Ղարաբաղում, ես էլ այդ ժամանակ Ղարաբաղ եմ, էլի խոսում եմ 2022 թվականների, 23 թվականների ընթացքում։ Ղարաբաղում գտնվելով մի քանի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, ինչ են արել, ինչ քայլ են արել, որը պտուղ է տվել։ Եվ այդ պտուղը վիժեցրել է Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանի Երևանի ղեկավարությունը։ Ինչ է արել ռազմաքաղաքական էլիտան Ղարաբաղի, որոնց ընկերները ստե դրոշ էին դնում ազգային ժողովում։ Ոչ մեկ չհերքի, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան եկան Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն էլ
երաշխավոր կանգնեցին, ոչ մեկ չհերքի, որ իրանք իրար հետ կապ ունեին, սաղըտել գիտեք, մեղադրանք չեմ հնչեցնում, ակնարկ եմ անում, հասկացեք ճիշտը, եթե այդ մարդիկ Ղարաբաղի դրոշ ազգային ժողովում դնում են, բայց ոչ ճիշտ խորհուրդներ են տալիս ու հակառակը սխալ խորհուրդներ են տալիս ռազմաքաղաքական էլիտային Ղարաբաղի, որի հետևանքով կորցնում ենք Արցախը, ընկերներ ջան, էլ ինչից եք խոսում դուք, էլ ինչ հայրենասիրությունից, էլ ինչ Արցախի դրոշից, Արցախի դրոշներ կարևոր, թե Արցախը, իսկ ես ձեզ հարց եմ տալիս, կուզենայիք Արցախը լիներ հայկական, Արցախում լինեինք մենք ապրելուց, եւ Արցախի դրոշի փոխարեն լիներ Հայաստանի դրոշը։ Ես չգիտեմ դուք ինչպես կպատասխանեք, ինչ կկարծեք, ես արցախցի լինելով, ես ի սկզբանե նույնիսկ երբ որ սկսել եմ հասկանալ այդ դրոշի նույնիսկ իմաստն, ես ավելի եմ շատ համոզվել, որ Արցախը պետքա հայկական մեկ դրոշի տակ լիներ, Արցախը պետքա ունենար մեկ հիմնը, ճիշտ է, եթե մի 4 հայկական պետություն ըլներ, դրան էլ եմ համաձայն, այսինքն եթե այն ինչ որ եղել է այդ կարգավիճակը Արցախի իր դրոշով բան, դրան էլ էի համաձայն, եթե սա չստացվեր, բայց այն էլ չունենք արդեն, այդ էլ կորցրինք։ Հիմա այսօր դուք գիպնոզ եք հանում, ֆոկուսներ եք հանում, թե կոֆեի բաժակ եք նայում, թուղթ ու գիր եք հանում, ինչ եք անում, ուզում եք ասեք ժողովուրդ, Արցախի հողի վրա կապ չունի, որ չկանք, մենք պետք է Արցախի դրոշը էդի բարձր պահենք, ես էլ ասում եմ, պետք է հողը պահեինք, հողը։ Հողի վրա կար եկեղեցի, կար խաչքարեր, կար պատմամշակութային կոթողներ, կար պատմություն եւ կար գերեզմաններ, որ պետքա սրբավայրի տեղ ընդունեինք եւ մնայինք պաշտպանեինք։ Այս զրույցից հետո եւ այլ զրույցներից առաջ իմ ասած, մարդիկ ասում են մնայիր պաշտպանեիր, ինձ են ասում։ Լուրջ եք ասում։ Այսինքն ես, որ այդ ռազմաքաղաքական էլիտայի հետ ճակատագիրը չէի տեսնում Արցախի, ու պարզում է վերջում, որ ես ճիշտ էի մտածել, որ իրանց հետ վերջը սենց է լինելու։ Իրանք էլ հազնեն, մազնեն, ես ընդե մնամ Ղարաբաղի դրոշը պահող, գայ Ղարաբաղի դրոշն էլ ձեռից վերցնեին վառեին, ինձ էլ վառեին, զատո հետմահու Գևորգին էլ քֆուր չեն տալու, էլ անեցք չէին տալու, արդեն կասեին Գևորգը լավ տղա է, այսպես տղա է, հայրենասեր տղա է, դրոշը կաղն է, էլ չեն ասի Գևորգը գիժա, Գևորգը հիմար է, որ խելք չի կտրել, որ դրոշը ձեռին հայերը դատարկված Ղարաբաղում նստել անդե դրոշա պահում։ Չէին ասի, շատ քիչ մարդ կասեր, կամ էլ չեր ասի մտքում կասեր, դե մահացած մարդու հետևից վատը չեն խոսում, չեն ասի հիմարը էշեշ նստել անդե դրոշը ձեռը կանգնել, ասել Արցախ եմ փրկում։ Ես հելել եմ Արցախից առաջիններից մեկը, այսինքն առաջինները չէի, բայց վերջինն էլ չէի։ Սեպտեմբերի 25-ին եմ հելել, որովհետև ես չունեի քաղաքական, ես չէի տեսնում ռազմաքաղաքական ղեկավարություն, ես չէի տեսնում մարդիկ, ովքեր որ ժողովրդի հոգսը հոգում են։ Իսկ ես որ փորձում էի մինչև այդ օրերը, մինչև պատերազմը, ուղղորդել ժողովրդին, օգնել, որ սխալ ուղղություն չբռնեն եւ այդ տեղի իշխանություններին չհավատան, ապարդյուն է եղել։ Եթե ապարդյուն է եղել, ես ընդե մնամ ինչ անեմ։ Մնամ ցույց տամ, որ ես էլի շարունակում եմ պայքարել, ում մեջ պայքարեմ։ Թուրքերը գրաված Ստեփանակերտ մտած ըստեմ ես պայքարեմ, դուրս եմ եկել, որովհետև չկար ռազմաքաղաքական էլիտա։ Իսկ որպեսզի այդքանը չլիներ, չստացվեր սեպտեմբերի 19-ը, ես աջակցել եմ Սամվել Բաբայանին։ Եթե Սամվել Բաբայանը չի եկել իշխանության, եւ իմ պատկերացումները, իմ արտահայտված մտքերը, որ հայկական պետքա թողենք Արցախը հայկական մնա, եթե չի եկել իշխանության ու չի եղել այդ ամենը, որևէ մեկը իրավունք չունի մեղադրի։ Կարան ընդհանրապես ասեն Գևորգ ջան, բայց ինչ գիտես, կարող է Սամվել Բաբայանն էլ գար չլներ այդքանը։ Կարող է, մարդ ես, բան չունեմ ասելու։ Կարող է, ես նես չի որ վստահում եմ եւ համոզված եմ Ադրբեջանին, որ ինքը ուզում էր ընդ հայ մնալ։ Հակառակը, ես կարծում եմ, որ Ադրբեջանի օպերացիան հենց այդ է եղել, գլխավոր իմաստը, որ Արցախը հայաթափվի, դատարկվի, ինչպես Նախիջևանը։ Որտեւ Արցախի ջավախքացումը, ախալքալակացումը, ինչպես Վրաստանի տարածքում կա հայկական, Էդի ադրբեջանցիները չէին ուզում էին հայերին վերացնեին եւ իրանց նպատակը էլի քաղաքական իշխանությունների նպատակը հավանաբար էլի է դա որ կամաց ամբողջ Հայաստանը հայաթափեն դրա համար իրանք արհեստական զրույցներ են գցում Մեյդան խոսում որ 300,000 պետքա վերադառնա Զանգեզուրի միջան Սյունիքը մեռնա էսեն հերթով սաղ տապալվել է Փաշինյան Նիկոլի կառավարման շրջանում այդ էլ եղել Փաշինյան Նիկոլի կառավարման շրջանում Հայաստանի տարբեր մարզերի վրա Ադրբեջանը աչք է դրել եւ խոսույթ է օգտագործել բոլոր հասարակական շերտերի լեզվով
քաղաքական բարձր պաշտոնյաների լեզվով, խոսացել են Սյունիքի Միջանցքի մասին, չեն կարացել Միջանց ստանան, ստացել են Թրամփի ուղի, որը կարող է արդեն ընդդեից Միջանցք դառնա կամ Միջին Միջանց դառնա էտիմի կողմ, վերահսկողությունը, սուվերենությունը մնացել է Հայաստանի վրա։ Խոսացել են Նիկոլը Սյունիքն ատալիս չեն տվել, խոսացել են Նիկոլը Տավուշի գյուղերը հանձնելա, Տավուշի ենթակայության տակ գտնվող, այլ ոչ թե անկլավներ, որը 90-ական թվականների պատերազմի ժամանակ անցել է մեր վերահսկողության տակ։ Ու լիքը շարեր են արել։ Ու անցել է 2-3 տարի, որը շարունակում են շարեր անել, ակտուալ են սարքում հիմա էլ 300,000-ի թեման։ Ես հիմա չեմ կարող հասկանամ, մենք հայերս մեր կողմից ենք, թե մենք հայերս Ադրբեջանի կողմից ենք։ Ադրբեջանի նարատիվները ինչու եք դուք տարածում։ Ադրբեջանը սենց ասեց։ Ես քեզ ասում եմ, իսկ դու ինչ ես ասում դրա դեմ, ինչա պետք անի մեր իշխանությունը, ասա, եթե դու խելացի բան ասես, ես այդ միտքը կձևակերպեմ, թե կուղարկեմ կառավարության, թե կուղարկեմ արտգործնախարարության, քո գանգատուփում մի քիչ մտածելու ունակություն ունես, որ դու իդեա առաջարկես, որ դու առաջարկես հարցի լուծման եղանակ չունես, բայց հարցի լուծման մասի մտածող մարդիկ եւ հարցերով զբաղվող մարդիկ քաղաքական ղեկավարությունն է, դու իրան փնովում ես, հայհոյում ես, անիծում ես։ Այ մարդ, եթե դու դրանով օգնես իշխանությանը, ես էլ քո հետ ասել եմ, առավոտ ժամը 9-ին բուձիլնիկս կդնեմ, զարթնեմ, սկսեմ իշխանություններին հայհոյելը, փնովելը։ Ժողովուրդ ջան, սա հարցի լուծում չի։ Չի կարա հասարակություն, իշխանություն իրար հետ ատելության բլնեն ու դրանից օգտվի պետությունը, դրանից օգտվելու է ուրիշ պետություն։ Անունը Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան։ Դուք երբեք չսպասեք, որ այս հանրային մթնոլորտում մեր պետությունը կարա քայլանի առաջ։ Մեր պետությունը պետականության կորուստին է ձգտելու, եթե այսպես շարունակվի։ Այսօր ընտրվել է իշխանություն, քիչ տոկոսով, շատ տոկոսով ընտրվել է իշխանություն։ Մեջ եմ բերում կներեք Խրիմյան հայրիկի խոսքերը, ասելա հայ ժողովուրդ, երբեք հույսները չդնեք ռուսների վրա, կեղծավոր Եվրոպայի վրա, Թուրքիայի վրա եւ այլն։ Հույսները դրեք ինքներդ ձեր վրա եւ համախմբվեք ձեր օրվա իշխանության հետ։ Բայց ինքը հավելել է, եթե իշխանությունը չի ներկայացնում հանրության դեմքը, հեռացնում եք այդ իշխանությանը։ 3 անգամ փորձեցին հեռացնել այս իշխանությանը, հասարակության ինչ որ շերտեր, որոնք ես համարում եմ մեծամասնությունը ատելությամբ ճշտամանքով լցված իշխանությանը, ոչ թե կառուցողական, եւ իրանք տրվել են սադրանքի այն իշխանության ձգտողների կողմից, ովքեր որ իշխանության են ձգտել եւ ժողովրդին տրամադրել են, լարել են իշխանության դեմ։ Դրանք նախկին իշխանություններն են, դրանք նախկին իշխանությունների հետ կապ ունեցող քաղաքական ուժերն են, որ ձգտել են, որ ամեն գնով, նույնիսկ հայը հային դեմ հանելով, նույնիսկ այնպիսի իրավիճակ ստեղծելով, որ հայը հային սպանի, երեխան աղբերը աղբորը սպանի, այդ գնով իշխանության գալու փորձեր են արել, չի ստացվել։ 5 տարի տանջվեցին, տառապեցին, չստացվեց, եկավ ընտրությունների օրը, ընտրությունները եղավ, պարզվեց, որ 49%-ա, 50%-ա ինչքանա իշխանությունը ընտրվել, նույն իշխանությունը։ Ուրեմն եկեք համակերպվենք, հարմարվենք։ Ընդդիմություն, ես էլ ձեզ կոչ եմ անում, եթե դուք ձերս 5 տարվա մեջ ձեզ շատ լավ դրսևորեք, ես ձեզ կարողա պաշտպանեմ, չեմ ուզում խոստամ, կարողա պաշտպանեմ եւ այդ 5 տարի հետո փորձեմ աջակցել, որ դուք եք իշխանության։ Ճիշտ է, չեմ հավատում, որ դուք այդքան են ձգտում եք։ Ես չեմ հավատում նույնիսկ, որ այդ մարդկանց մեջ կա քաղաքական մտածելակերպ, այդ մարդկանց մեջ կա իշխանության ձգտում, որից հետո իրանց ես կարծում եմ, իմ կարծիքով է, գերագույն գլխավոր նպատակն է տիրել ամբողջ հանրապետության բյուջեին, հանքային հանածոներին, բոլոր ռեսուրսներին եւ դրանով պահել նաեւ իրանց ձեռք բերածը նախկիններում ինչ ձեռք են բերել։ Ես կարծում եմ, ձեր նպատակը դա է, բայց եթե ես սխալվում եմ, դուք ժամանակ ունեք 5 տարվա մեջ ապացուցելու, որ ես սխալվում եմ ձեր հանդեպ։ Սա էլ challenge, սա էլ մարտահրավեր, սա էլ ես չգիտեմ, ձեռնոց եմ նետում ձեզ, որ ես տեսնեմ դուք իսկապես պետության ու պետականության մասին եք մտածում, թե իշխանության, որով կարող եք տիրել ամբողջ պետության, ինչպես նշեցի, բոլոր առումներով, բոլոր ռեսուրսների։ Թող Աստված տա ես սխալվում։ Բավական է, սիրելի հայրենակիցներ, բավական է փնտրեք մարդիկ, որոնց շուրջ ուզում եք համախմբվել։ Մենք փնտրեցինք 19 ուժերի մեջ
եւ գտանք մեկին։ Չենք կարա 19-ին ընտրենք, բերենք իշխանության, ասենք մի շաբաթ դու ղեկավարի, մի շաբաթ ինքը։ Ունենք ընտրված իշխանություն, եկեք այդ իշխանությունների հանդեպ լինենք մենք հարգալից, լինենք պահանջատեր, հարկ եղած դեպքում քննադատող, ես էլ իմ փայում քննադատելու եմ, եթե տեսնեմ ինչ-որ բան սխալ է, ու համոզված եմ լիքը սխալներ են թույլ տալու, որի համար ինձ բերանս փակող ոչ մեկը չկա, չի կարա այն բերանը փակի։ Խոսքի ազատությունից օգտվում եմ, իմ ազատ իրավունքից, ոնց տենում եմ, տենց ներկայացում եմ, դա մի կողմ։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, այդ որ ասել եմ ցռան վերգոններ, ես անձի չեմ ասել, ես ասել եմ մեր Սասունցի Դավիթ էպոսի մեջ ցռան վերգոյի կերպարը միշտ էլ մեր հայ ժողովրդի մեջ եղել է, այսինքն մարդիկ կան անձնապես կամ խմբեր կան, որ ունեն ցռան վերգոյի այդ պանիկակցելու վախի մեջ այդ բնավորությունը։ Մեկը ունի առույցաձև մհերի, Սասունցի Դավիթի, մեկը Մսրամելիքի, չգիտեմ, այսինքն այն էպոսը հենց նես չի գրվել։ Այդ էպոսը գրվել է հավաքական ժողովրդի ինչ որ խմբերի, հավաքական ինչ որ հատվածների մասով։ Այնպես որ մի վիրավորվեք, ես մեջ եմ բերել ոչ թե դուք ինքներդ ձեր շալվարը կեղտոտել եք այդ մասով, այլ ես մեջ եմ բերել, որ էպոսում այդպիսի կերպար ա եղել եւ դուք ձեզ մի պահեք այդպես եւ մի զիջեք ձեր տունը Թուրքին, եթե դու մնաս քո տանը ապրես, եթե դու ջահել ես, պետք է ամուսնանաս ու չես ամուսնանում, sense պարկել ես, ով պիտի քո տեղ ամուսնանա երեխեք ստեղծի, հը? Դու չստեղծես Թուրքը, եթե գաստե ապրի ինքնաստեղծելու, մի օր տեսնելու ես 3 միլիոնի հայ չկա, 2 միլիոն հայա, 4 միլիոն թուրք է, իրանք արագ բազմանում են, սովորեք, թուրքին չեք սիրում, դա ձեր իրավունքն է, ձեր գործն է, բայց պարտավոր եք թուրքի այն լավ բաները, որ իրանք ունեն, դա գողանանք մենք, գողանալը բազմազավակությունն է, դրանցեք ամուսնացեք, բա նստած տեղեր սաղին քննադատում եք, բա ով պետք է ամուսնանա, հետ էլ մի կողմ, դա ձեր ընտրությունն է, դա պետք է պետական եւ ռազմավարական այդպիսի օրենք սահմանվի, այդպիսի օրենք ընդունվի, որ ոչ թե մարդուն ասեն խրախուսում ենք փող ենք տալու, ամուսնացեք, խրախուսում ենք երեխեք ունեցեք, փող ենք տալու բան, այլ պետք է ուղեղներից մեջ դնենք, եթե մենք հայրենասեր ենք ու չենք խափում մեր դիմացինի, որ հայրենասեր ենք, հայրենիքը պահում են երեխաներով, հայրենիքը պահում են, հայրենիքը ծաղկեցնելով ու հայրենակիցների հանդեպ սեր ու հարգանք տարածելով, բայց այդ հայրենակիցի հանդեպ հարգանքա, երբ որ քո հայրենակիցը միտք է ասել, լրիվությամբ չես հասկացել, մեջը ուրիշ բաներ ես տեսել ու որոշել ես հայհոյես։ Ամոթ քեզ, կին կլինես թե տղամարդ։ Հետո կներեք տեղս փոխեմ, բանից զենա գալիս ինձ։ Վերջին հատվածն եմ ես ուզում ասեմ։ Ահա որ նաև տարածում է գտնում ինչ որ Ադրբեջանը պարլամենտում, հա, բանում, կոնգրեսում դրել քննարկել է Ամերիկայի կոնգրեսում քննարկել է ադրբեջանցիների այդ վերադարձի մասին թեման ու մերոնք էլի սթրես են տանում, մերոնք էլի են այդ մասով տառապում։ Տեսեք ինչ եմ ասում, ժողովուրդ ջան, այդ նույն Ամերիկան, նույն Եվրոպան շատ անգամ է հայոց ցեղասպանության հարցը քննարկել, պատժվել է Թուրքիան։ Հիմա ուզում են 300,000-ի թեմա քննարկեն, ուզում են ուրիշ բան, ոչ մեկ չի կարա պարտադրի Հայաստանին, ասի դու պարտավոր ես քո երկրում բնակչություն ընդունես, որտեղ մենք տենց ենք որոշել։ Ալիևը մեզ լավ նայել է, մեզ նավթ է տվել կամ նուռ է տվել, պամիդոր է տվել։ Ընկերներ ջան, իրանք ինչ ուզում են քննարկեն, դուք ոչ թե խոսացեք իրանց քննարկածի մասին, այլ դուք խոսացեք դուք ինչ եք ուզում եւ ինչպես եք դա պատկերացնում, որ անենք։ Մենակ չասեք Նիկոլը պետքա գնա, որ դա անեք։ Ասեք ինչ եք պատկերացնում, ես ձեզ կօգնեմ, որպեսզի այդ խելացի ձեր միտքը հասնի կառավարության։ Բայց ուրիշ ձև ասեմ։ Դուք չեք ընտրել Նիկոլին, չեք ընդունել Նիկոլին, դուք ընտրել եք Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին։ Խնդրեմ, իրանք ձեր ներկայացուցիչն են ազգային ժողովում։ Էսա սենց խոշորացույցս դնելու եմ, հերրադիտակս դնելու եմ, նայեմ տեսնեմ ինչ ծրագրեր են բերում խելացի, ինչ օրենքներ են բերելու էսա խելացի, որով Նիկոլ Փաշինյանի դեմը դնեն, Նիկոլ Փաշինյանը գլուխը բռնի, ասի իմ խելքը չի կտրել, այս ինչ խելացի, այս ինչ իմաստուն մտքեր եք բերել ինձ տվել։ Հուսով եմ կլինի այդքանը։ Ես վստահում եմ ձեր ընտրությանը, ես վստահում եմ, որ դուք ռուսամետ ուժեր ընտրելով
պաշտպանելու եք Հայաստանը։ Բայց абսուրդային բան ստացեց, ռուսամետ ուժեր ընտրելով պաշտպանես Հայաստանը։ Իսկապես ժողովուրդ, ռուսամետ ուժը կարա ռուսի մասին մտածի, թե Հայաստանի մասին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Ափսոս, շատ բան չի լինում ասել, որովհետև ճիշտ չեն ընկալում, բայց լավ իմացեք, որ Ռուսաստանը կործանվող տերությունն է, ինքս չի կարող իրան պաշտպանի, իրանց հիմա գլխավոր նպատակն է, որ թաքցնեն տեսանյութեր, բան չհրապարակվի, թե ինչպես է ռմբակոծվում Ռուսաստանը։ Ռուսաստանի մեր հայության համար եմ ցավում, ռուս ժողովրդի համար էլ չի ուզի ռուս ժողովուրդը ընդհանրապես կոտորվի, բայց դե մի մոռացեք, որ ռուս ժողովուրդը ընտրել է Պուտին ու պատերազմի ժամանակ էլ 95%-ով էր ընտրվել ինչ էր արել, այսինքն այդ ժողովուրդը արժանի է ուրեմն այն ինչ որ իրանց հետ կատարվում է, նույնը Հայաստանի հետ ինչու կատարվի, ինչ որ կատարվի, Հայաստանի ժողովուրդը արժանի է, եթե Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ կկործանի պետությունը, արժանի է այս ժողովուրդը դրան, եթե Նիկոլ Փաշինյանը ծաղկեցնի այս պետությունը, ուժեղացնի այս պետությունը, ուրեմն այս ժողովուրդը արժանի է դրան։ Իսկ Արցախում կար ղեկավարություն, Արցախի ժողովուրդն էլ այդ ղեկավարության լինելիության հետ էր համաձայնվել, համակերպվել, ողջունում էր իրանց մնալը, կամ անտարբերությամբ թույլ էր տվել, որ մնան, իսկ իմ կոչերը, խնդրանքները, աղաչանքներն ու պաղատանքները, որ դուրս եկեք եւ ձեր իրավունքներին տեն կանգնենք, որպեսզի Արցախի հայկական լինելիությունը մնա, իմ հանդեպ կամ ծաղրել եմ, կամ ծաղել են, կամ ասել են, «Էսի ովա ոչ Բակոյի մարդնա փող են տալիս, ոչ Արայիկի մարդնա, դե որ է Սարածքի գրպանում փողել չկա, գլխում պիտի խելք լինի»։ Գիտեին թե գրպանն ու գանգը ուղեղը նույն բանն է։ Շատ մարդ տենց է մտածել, էլի ես բոլորին չեմ ասում։ Այնպես որ այն ինչ էր մեր հետ է տեղի ունեցել Արցախում, մենք էլ ենք արժանացել դրան։ Ես ոչ թե ասում եմ լավ է եղել, ես ասում եմ ինչ ցանել ենք, այն էլ հնձել ենք։ Հիմա Հայաստանը իր տեղում է։ Հայաստանի ոչ մի տարածք Նիկոլը չի տվել, ոչ մի տարածքի վրա ոտնձգություն չկա։ Պատերազմի արդյունքում ջերմուկում առաջացել են, այդ էր ժամանակի հարց է, մենք էլ էինք առաջացել Աղդամի տարածքում, Ջաբրայելի տարածքում 90-ականներին։ Տեսակ որ ժամանակի հարց եղավ։ Եկավ ժամանակը համապատասխան միջոցներով, ժամանակակից սպառազինությամբ ու տեխնոլոգիայով Ադրբեջանը կարողացավ հետ գրավի ոչ միայն Ջաբրայելը, Աղդամը, այլև ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր 5 շրջաններով, իր գյուղերով ու քաղաքներով։ Հարգելի հայրենակից, մի քիչ իջի սթափվի, երկնքից իջի սթափվի եւ մի բեր ամբողջությամբ կենցաղային մակարդակի դիվանագիտությունը, քաղաքականությունը։ Այո, կարանք համեմատություններ անցկացնենք, բայց իջեցնել հասցնել այդ մակարդակի, այդպես չի այդքան էլ։ Ու ադրբեջանական նարատիվները մի տարածեք։ Իսկ ես ադրբեջանական նարատիվները տարածողներին իրանց պատասխանը տվել եմ։ Փորձելով օրինակ բերել, փորձելով հասկացնել, այդքանը իմ հետևից ինչ խոսակ նույնը ես ձեզ եմ ասում։ Այդպես միամիտ գալիս են ասում են, դե քեզ ամբողջ ժողովուրդը չեն սիրում Ղարաբաղի։ Ես էլ այդ մարդկանց չեմ սիրում, ովքեր որ ինձ չեն սիրում։ Ոնց կարող է ես իրանց սիրեմ, իրանք ինձ չսիրեն։ Հա դա փոխադարձ վերաբերմունք է, բայց դե արցախցիների մեջ կան մարդիկ էլ, որ ինձ սիրում են, հարգում են, իմ խոսքերը հասկանում են, չսիրեն էլ, բայց հասկանալով գիտեն, որ իմ ասածների մեջ ոչ թե վատ, այլ հակառակը լավ բաներ կա։ Դրա մասին եւ անձնական են գրում, եւ TikTok-յան եթերներիս եմ միանում խոսում։ Եթե ինչ որ միտեղ TikTok-ի live-ում ատելությամբ լցված, թշնամանքով լցված խումբ բան նստած ընդ է։ Հա, այն օրն էլ թերթելուց տեսա, ինձանից են խոսում։ Մի կին ասում է Գևորգը ձեռը սնկնի, չգիտեմ, sense վիրավորական բառեր ասում, հետո էլ ասում են կնոջը չի կարելի վիրավորել։ Կինը սուրբ է, չգիտեմ, արա ինչ սուրբ, ինչ կինը հատուկ բան։ Կինը դա նույն մարդն է, ուղղակի ինքը պետքա իրան համեստ պահի, խոնար պահի, սիրուն պահի, բառամթերքի վրա ուշադրություն դարձնի, բայց մտել եմ տեսել, ասում է Գևորգը, որ ընկավ ոտերից տակ եմ տալու թե ինչ։ Հիմա որ հանկարծ ընկավ ձեռս, փորձեց օրինակ մի բան իրան գեշ պահի, բան, ես ինչպես ինձ պահեմ։ Ասացիք տենամ, ինչպես ինձ պահեմ։ Չնայած տենց խոսացողները հիմնականը մենակ խոսում են։ Բայց հարցն է, որ ձեզ սիրուն պահեք, եթերներ եք բացում, եթերների մեջ նստում եք իմ անձը, իմ ասած խոսքերը ձեր ուզած ձևով եք մեկնաբանում, որ ինչ։ Ամենավատը գիտեք որն է, ես էլ եմ եթեր բացում, բայց չեն գալիս իմ մոտ ասեն։
Հրապարակային ասել եմ, փոխանցել եմ այդ եթեր անողները եւ այդ մեկնաբանությունները իմ մասին խոսացողները, ես ձեզ սպասում եմ իմ եթերում գաք ձեր հարցերը տակ պատասխանը ստանաք։ Չեն գալիս, ինչի չեն գալիս, որովհետեւ կարող է լինի դա իրանց համար վերջը։ Կգան կլսեն իրանց հարցի պատասխանը, սկոչով բերանները կփակվի, արդեն ասելիք չեն ունենա։ Իսկ sense քանի որ Գևորգի հետ չեն շփվել եւ 200-300 հոգին եթերում նստած չեն տեսել, ինչպես են իրանք բերանները փակում, ինչպես են իրանք հասկանը, որ սխալ են պահել, ասма եթե տես դեպք լինի, էլ մեզով կլսի, գնանք շարունակենք Գևորգին վարկաբեկել, Գևորգին վիրավորել եւ այլն եւ այլն։ Իմացեք, որ ձեր շպրտած ցեխերը մնալու է ձեր ձեռներին։ Իսկ իմ գործունեությունը շարունակվելու է։ Ես չեմ պատրաստվում լքել հանրային քաղաքական կյանքը, որովհետեւ բազմաթիվ հայրենակիցներ իմ կարիքը զգում են եւ ցանկանում են ես որ շարունակեմ իմ գործունեությունը։ Եթե իմանամ իմ գործունեությունը ավելնորդ է, զգամ դա, ես հեռանալու եմ, որովհետեւ ինձ թե ոչ մեկ չի պահում, ոչ մեկ ինձ թե չի վարձատրում եւ ես ոչ մի շահ չունեմ անձնական։ Իմ շահն է պետությունը եւ պետականությունը։ Իսկ պետությունը պետականությունը ուժեղացնելու համար առաջին խնդիրը պետքա լուծվի հանրային կյանքը մաքրելը, հասարակական կյանքը մաքրելը, մարդկանց մեջից ատելությունը, թշնամանքը հանելը իրար հանդեպ որ կա։ Ես այդ ուղղությամբ փորձում եմ աշխատել։ Լավ մնացեք, հաջողություն բոլորիդ, կապով կլինենք։